նախարարի կորոշենք, որտեվ բաներ կա, որ պետք է փակասենք, որպեսզի շատ ավելի անկեղծ խոսենք, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ես նախ նրան անդրադառնամ, որ հիմնական մասը մենք միշտ ցավոք սրտի գուցե ժամանակը, գուցե մնացյալ հանգամանքները թույլ չեն տալիս, անդրադառնում ենք թվային պատկերի վրա, բայց ես դրա համար միշտ փորձում եմ գնալ դեպի կոնկրետ օրինակ, որպեսզի մենք գանք դեպի բովանդակությունը։ Ու իրականում ես նորից եմ ուզում շեշտել, առիթ ունեցել եմ նաև նշելու, պարոն Ալեքսանյանն էլ նշեց, որ համեմատականներով, երբ որ ժամանակահատվածները նայում ենք, նույնիսկ սպանությունների մասով ավելի միջին վիճակագրական տվյալներով ավելի քիչ պատկեր ունենք։ Բայց ես երբեք սպանությունների դեպքով առաջնային ուշադրությունը թվին չեմ դարձնում, որովհետև շատ լավ արձանագրում ենք, որ սպանությունները ոչ մի էական աճի միտումներ չունեն, ինչպես որ ներկայացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն կա եւ այսպես շարունակ, այդպիսի պատկեր չկա։ Բայց շատ ճիշտ նշեցիք, որ մեզ համար նույնիսկ մի անձի կյանքը, մի խլված կյանքը չափազանց կարևոր հարց է եւ մենք դրան որպես ողբերգության ենք վերաբերում եւ անկախ թվերից ցանկացած տեսանկյունից, եթե կա նույնիսկ առողջությանը ծանր վնասի պատճառ, մահվան իրադարձություն, մենք սրան շատ մտահոգությամբ ենք դիտարկում եւ անընդհատ գնում ենք դեպի հարցի խորքը, որպեսզի հասկանանք ոնց լուծենք մեր խնդիրները։ Եվ դրա համար է, որ նաեւ ես անկեղծորեն երկու խումբ իրավիճակներ եմ տարանջատում։ Հարցեր, որտեղ այո, կազմակերպված հանցավորության հետ գործ ունենք, ընդ որում այդ թիվը շատ փոքր է իրականում մեր իրականության մեջ, այսինքն կազմակերպված սպանություն կլինի կամ խմբերի կողմից թաքնված խմբերը նորից թաքստոցից հանեք, իմ ասածը։ Այո։ Ես կարծում եմ, որ ոստիկանապետը լսեց։ Միանշանակ։ Առաջին խմբի մասով իրականում, այո, օպերատիվ աշխատանք շատ կարևոր է եւ մենք օրինակ անցած տարվա կտրվածքով 12 սպանության նախապատրաստություն ունենք բացահայտած։ Այստեղ պիտի շարունակենք օպերատիվ աշխատանքը, դեռ ես գոհացիչ չեմ համարում, չնայած ունենք էլի 12 խնայված կարելի ասել կյանք մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Բայց զուգահեռ իրականության մեջ ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա։ Մեզ մոտ գերակշիռ մասը ընդհանուր առմամբ մտածողությանը վերաբերող հանցագործություն որովհետև մի հայոյանքին ավելի սուր հայոյանք է տրվում կամ մեքենան իրար վրա վարելու համար բռնության պորտկում է տեղի ունենում եւ մենք ունենում ենք սպանության կամ առողջությանը պատճառված վնասի դեպքեր։ Այստեղ եթե մենք այս դեպքերը չզտենք եւ չհասկանանք իրենց հետ ոնց վարվեն, մենք էլի այդ բարեխիղճ մոլորության մեջ ենք հայտնվելու եւ փորձելու ենք անընդհատ ինչ-որ խավության նոխազներ փնտրել։ Իրավապահը պիտի աշխատի, սա չի քննարկվում, իրավապահը պիտի զարգացնի իր կարողությունները, բայց մենք պիտի ունենանք նաեւ մտածողության փոփոխություն, որ նմանատիպ մանր, թույլ տվեք հենց այդպես էլ ձևակերպել, նմանատիպ մանր հարցերը չեն կարող մարդկային կյանք արժենալ։ Եվ այստեղ մենք պիտի նաև նկատենք, որ տարիներ շարունակ հենց այս բռնության մեթոդով հարց լուծելու կարգավորումն է, որ նաև ուժեղացրել է քրեական ենթամշակույթը մեր հանրապետությունում։ Եվ նույնիսկ մենք հիմա տարանջատում ենք երկու խումբ՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր որ հիերարխիկ կառուցվածքով են, այսինքն իրենց կարող է քրեական գնահատական տալ արարքին, եւ անձինք ու մոտ դա մշակույթ է եւ իրենք չեն էլ ընկալում, թե ինչպիսի նեգատիվ հետևանք է բերում այդ մշակույթին հետևելը եւ դրանով ապրելը եւ դրանով տարբեր հարցեր լուծելը։ Մենք պիտի մեր ռեսուրսը նաեւ կենտրոնացնենք մտածողության փոփոխության վրա, որովհետեւ ռեալ արդյունք, կայուն, օրինաչափ արդյունք կարող ենք ունենալ նաեւ այս ուղղությամբ աշխատելու պայմաններում եւ մենք հենց այս տրամաբանությունն ենք նաեւ մեխի պես կարելի ասել մեխել հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ, որովհետեւ նորից անկեղծ ենք եւ չեն կարող հարցերին միայն մի կողմից նայել։ Շնորհակալություն հանձնաժողովին ձեր գլխավորությամբ ինչպես մի շատ արդյունավետ քննարկման համար եւ հետաքրքիր քննարկման համար, բնականաբար ներքին գործերի նախարարությունը ամենահետաքրքիր նախարարություններից մեկն է, թե քննադատելու, թե քննադատվելու եւ թե նաեւ տարբեր հարցադրումներ ուղղելու։ Շատ նորմալ ենք դրան նայում, շատ բնական է եւ նախարարության ձևավորումը հենց այս նպատակն ունի, որ մենք նաեւ այս հարթակում քննարկենք եւ հասկանանք որտեղ են խնդիրները, որտեղ այո խեղաթյուրված պատկերը, որ նաեւ զտենք եւ որտեղ են նաեւ արդյունքները, միասին պլանավորելով գնանք առաջ, բայց քանի որ կառավարության ծրագրի զեկույցը ի վերջո ոչ թե գլոբալ ինչ-որ քննարկում, ուզում եմ ֆիքսենք, որ կառավարության ծրագրով ոստիկանության ոլորտի բարեփոխումների իմաստով նախատեսված բոլոր միջոցառումներն ըստ էության կատարված են։ Շնորհակալություն։ Տիկին նախարար, եւ մեկ բառ օգտագործեցիք, որը այսպես ես նշեցի, ռելևանտ։ Բայց դուք օգտագործեցիք ռելևանտ բառը, մտավ երևի մեր դե հայերենն էլ չէ, այսինքն դուք կողմ եք այս բառի շրջանառության մեջ ունենալ։ Իմ համար նորեր կներեք, ես այդքան առաջադեմ չեմ, շատ լավ։ Շնորհակալություն տիկին նախարար։